Դες ինչ հետարքիր բաներ ա կատարում մեր երկրում։ Ես ուշադիր հետևում եմ, ճիշտն ասած, ահա, Անահիտը միացավ, ուրեմն լսվում է ամեն ինչ երևի։ Ժողովուրդ ջան, ես ուշադիր հետևում եմ Քոչարյանին։ Անընդհատ պատմում է իր 10 տարիների կառավարման ժամանակից։ Հայ, ժողովուրդ ջան, մենք կարող ուրիշ երկրում ենք ապրել, չենք տեսել, ես ինչեր է պատմում Քոչարյանը։ Իր 8-ից 98-ից մինչև 2008 թիվ իր 10 տարիների ժամանակ փաստորեն ըստ իր պատմածի մեր երկրում կոմունիզմ էր։ Ասում է, մենք նախատեսում էինք 8% աճ, ստանում էինք 15%։ Այ Քոչարյան, բայց 15%, որը ստանում էիր, այդ գույք պարտքի դիմաց բան, դա ինչի համար էիր տալի։ Այդքան աճ ունեցել ենք Հայաստանում, բա ուր է, որտե է։ Այն օրն էլ ասում ես թունելը ես եմ սարքել են Դիլիջանի թուները։ Կոմունիստների ժամանակ սարքած թունելը ասում ես եմ սարքել, մարզերը ասում ես բոլոր ճանապարհները ես եմ կառուցել կապել իրար, Տավուշը, Կիրովականի հետ։ Բա մենք սովետի վաղտը Տավուշից Կիրովական, այդ ինչ ճանապարհով էինք գնում։ Մի խոսքով ես ինչեր ասում ժողովուրդ ջան, ես ինչ բազարներ ա տանում, բիզնեսները ասում ա մենք հարկ չէինք ավելացնում, մենք բան չէինք անում, քո ժամանակ Քոչարյան հարկերը գիտես ոնց էր, հարկայինից գալիս էր աշխատանքի տեղը, ասում էր դե լսել եմ մեզ ամիս լավ գործ ես արել, արի մի այսքան գրեմ գնամուծի, գիտես որ քո ժամանակը տենց ա եղել։ Հիմիկվա հարկայինին ես բանանում դու էլ փնոհում արա, քո ժամանակ հարկային ա եղել, ինչքան ուզել եք գրփել եք մարդկանցից, բա Քոչարյան, որ այդ 15% տենց բան է իրանում, բա ուր է հարուստ Հայաստանը։ Սերժ Սարգսյանին դատարկ բյուջե ես հանձնել։ Որտեղ է այդ հարուստ Հայաստանը, այդքան 8 տարի, որ 15%-ներով Հայաստանը պետքա Դուբայ դառնար արա։ Ժողովուրդ բայց մեկը դոտ գլուխը, ընկած գյուղերը ժողովուրդին էլ ինչերա խոստալի, էլ ինչերա խապում, դուք ես չունեք, դուք են չունեք, դուք ասմա ճռում եք հարկերի տակ, այդ դոտ գլուխ, դու Քոչարյանը ամեքը 200-300 միլիոն դոլար փող ունեք պետությանը տալու, տվեք տան այդ մարդկանց վարկերը բանը փակեն, ինչ չեք տալի այդ գողացած փողերը, այդ թալանած փողերը, ամեկիդ 1000 հատ, ամեկիդ, քեզ ու Քոչարյանին ամեկիդ 1000-2000 հատ բան ունեք, այդ ինչա, բնակարաններ, քո ավտոների պարկը սկի Անգլիայի թագուհին այդքան չունի, արա, ուզում ես մարդիկ ճռան ոչ, թե ուզում ես գյուղացին, սաղ կյանքը որտա ձրիքետա տալես վայելես, իջևանի ընկուզեն ու ծարերը սաղ քո մեբելի ցեխեր ներգալի, հիշում ես Գագիկ Ծառուկյան ջան, հիշում ես, քեզ անգամ բանկարանք հիշացնենք, քեզ, Քոչարյանին,
Այնքան բան կարանք հիշացնենք։ Ժողովուրդ ջան, ուղղակի նենց հավեսով լավ արև եղանակ, եկել եմ թորներից դպրոցից տանեմ, սենց սիրուն լավ եղանակ, ասի ժամանակ կա մի քիչ սպասում եմ երեխանցը, ուղղակի կապի մեջ մտնեմ հետներդ մի քիչ խոսամ։ Այսօր մեկել են մի հատը կա են գողավազակը, են ինչա են որ Ադրբեջանից ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ, եսի մեն ինչեր էր ասում։ Այսօր արդեն նայել է Քոչարյանի կողմնակից, նայել է նրանց համար։ Այսինքն Սամվել Կարապետյանի, դե Սամվել Կարապետյանն է պարզասեց, որ իմ ձայները Քոչարյանին եմ տալու։ Այսօր նայել է խոսում։ Եսի մեն ինչեր է խոսում այ մարդ։ Հարցեր են տալի, բաներ են անում։ Կանդազին ասում է ամենալավ հետախուզներ, թե տում հետախուզեցին, թե ինչ հետախուզեցին, որտե հենց լավն էին, մարդ ոչ մի բան էլա չի հասկանում այ մարդ։ Սաղ Արցախի հերոսն են, սաղ ես մի բան են, ամբողջ Արցախի գեներալներով, եսի մինչերով, այդ նախագահներով, գնացիք, հենց այնենց թուրքին հանձնվեցիք, բայց հերոսի կոչումներով, միակ հերոսը Արցախի, դա Աբաջանն էր, Աբաջանը, որ կարելի է հերոս անվանել իսկական, դե Մոնթեի մասին խոսք չկա, նա առանձին, միակ հերոս Աբաջանը, Մեկ ես վերջումը անունը մոռացա Ռուսաստանից էր եկել, որ են թուրքերը շրջապատեցին, մենակ պայքարեց բոլորի դեմ, անունը մոռացա այդ տղու։ Ես մի քիչ կորոնայից հետո մոռանում եմ, էլի։ Այդ են հերոսները։ Այսինքն գնացին, իրանք իրանց ոտով հանձնվեցին, ցմահ բանտարկվեցին Ադրբեջանի բանտերում։ Խմի ասում են Հայաստանը պետքա նրանց ազատի։ Ինչի համար։ Ինչի համար, թող իրանք էլ իրանց ազատեն։ Ամեկին 100 հատ բենզակալոնկա ու գազիզապրավկա ունեն Երևանի միջին, այդ նախագահներին։ Ամեկին 5 հատ հյուրանոց ունեն 5-6 արգանի։ Մոսկվաներում, ամեն տեղ, Բելարուսներում։ Այդ թուրքի բանդից էլ կառավարում են այդ ամեն ինչ ալել դրանց։ Վայ ժողովուրդ ջան, այդ Կանդասի գաղտնալսումը, ես իմ, ինչ ասեմ ժողովուրդ ջան, մի քիչ ամոթ հելանում, ես հիշում եմ դեռ մի քանի տարի 21 թվի ընտրությունների ժամանակ Քոչարյանի տղեն Լևիկը Ղարաբաղցիներին ասում էր ընտրեցեք մեզ առաջվա նմանա լինելու, լրիվ մեր ձեռնա լինելու, ոնց ուզենք նենց էլ ապրելու ենք Հայաստանում։ Հիմա այդ ծրագիրը չի վերացել, այդ ծրագիրը տենց է շարունակվում է։ Չեն ընտրում Հայաստանի համար է, ուզում են ընտրեն իրանց համար։ Մեկ որ ասում ենք Ղարաբաղի կլան, պատերազմի կլան, մարդիկ գիտեն, թե մենք ասենք են հասարակ Ղարաբաղցիների հետ ենք, չէ, այդ հասարակ Ղարաբաղցիներին դուք սարքել եք ձեր ստրուկը։ Էդ եք։ Ժողովրդին ինչ եք սովորացնում, բայց ժողովուրդը այդ ժողովրդին, որ դու այսօր փողով առնում ես, այդ մարդուն, վաղը որ Ադրբեջանը պատերազմ սկսեց, դու այդ մարդուն կարաս մեկ էլ հայրենասիրության դաս տաս, որ այդ մարդը զենքը վերցնի գնա կռվի ադրբեջանցու դեմ։ Բա դու դրան ստրուկի տեղ ես դրել, դու դրան ստրուկի նման առնում ես, դու ոնց ես դրան հայրենասիրական դաս տալու մեկ էլ, որ այդ մարդը իմանա հայրենիքի հիմար իրականում կռվում են, զոհվում են, կամ տես բաներ։ Այդ ձև եք վերաբերում ժողովրդի հետ։ Ժողովրդի հետ այդ ձև եք վերաբերում, հետո ասում եք,
բա փախան, բա էսար, բա ինչ անեն։ Բա դուք գնաք պատերազմների ժամանակ ձեզ համար եսին որտեղ էր կայֆ վերանեք, այդ հասարակ ժողովուրդը գնա կոտորվի, ինչի համար։ Դուք նրանց ինչ եք արել, որ 5000 դրամանոց եք սարքել, ուզում եք այդ 5000 դրամանոց մարդը հերոս դառնա գնա կռվի, հա։ Բա չգիտեք, որ չի կռվելու։ Քանիսը $100 բանի համար Ադրբեջանին բաներ տվին, բռնվեցին, տվյալներ տվին, մոռացել եք, ոչ, որովհետև դուք այդ մարդկանց առել եք, հիմա եկել եք Հայաստանում եք սկսում մարդկանց առնելը։ Մի արեք, ժողովուրդ ջան, մի ծախվեք, մի վաճառվեք։ Հասկանում եք, մի արեք նման բաներ։ Մի վաճառվեք։ Այդ ձեր ձեզելով ուզում ա գնի, չէ, ժողովուրդ ջան։ Ես օրինակ իմ հանդեպ տենց առաջարկ լինի, նույն պահին ես զապիս արած լրիվ մի անգամից ես դրան ոսկորները իրա մսից անջատիլ տամ, իրականում եմ ասում, ոնց կարելի է մարդուն առնել, հետո պահանջել, որ այդ մարդը իրա երեխեքը պետք է հայրենասեր լինեն բան, բա այդ ուժեղ Հայաստան եք ուզում, ձեր ցավը տանեմ, դուք այդ մարդկանց որ առնում եք, այդ ստրուկներով դուք կարալու եք ուժեղ Հայաստան սարքեք, հա ձեր ցավը տանեմ, տես բան հնարավոր, հա, ստրուկներով ոնց կարաս դու ուժեղ Հայաստան սարքես, դու որ քո գեներալին արդեն խոսք ես տվել, որ ցանկացած գներով մարդկանց բան արեք, որ մեզ ընտրեն, ամեն ինչ էլ խոսք տվեք, դու այդ մարդկանցով ուժեղ Հայաստան կարողանալու ես կառուցես, այ ցավը տանեմ։ Դու վաճառվող մարդու համար աշխատատեղ ես ստեղծում, նա գալու է քո համար ստրուկի նման աշխատի, ոչ, նա քեզանից միշտ հենց այնց խալյավա փողա ուզելու, ասելու է տուր, քո համար ես ձայն եմ տվել, բան, տուր, գիտես թե գալու է բետոնանի, հա, քո համար, որ դու զավոդ սարքես, թե գնալու է քո համար Նարեկ Կարապետյան ցեմենտի զավոդում փոշիկ ուլտաբանում, հրազդանում, որ ասում ես ցեմենտի զավոդը չի աշխատում, բա կաշխատցնե իր փողերը, միլիարդները ձեր ձեռին, ժողովրդի նեշիկտեղ մի դրեք, այս ժողովուրդը արդեն ամեն ինչ նորմալ հասկանում է, ամեն ինչ չոտքի հասկանում է, ժողովրդի նեշիկտեղ մի դրեք, խոսքս հիշեք, ում ուզում եք առեք, ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք մի արեք, մեկա ընտրության օրը, այդ մարդիկ բոլորը ընտրելու են Նիկոլ Փաշինյան, մի պարզ պատճառով, որ նա լավն է, թևատն է, նա ինչ արելա մինչ օրս անում է հայրենիքի համար ու սեփական ժողովրդի համար, անում է, լավ է, վատ է, քիչ է, շատ է, հիմա այդքանն է հնարավոր, դրանից ավել էլ է լինելու, դե ժողովուրդ ջան, լավ մնացեք, եսա թորնիկս եկավ, ես գնացի տուն։